Ձեր ծնոտին հագցրել էին, այդ երևի։ Հա, օքեյ, շտող, ուրեմն իրա գլուխը պատին ա տվել, բայց որ խոսում եք, այդ որ հերթով գնում եք գրում, իսկ ինչ ա եղել։ Դուք ելնում եք այն իրողությունից, որ ոչ մեկ ոչի բան չի հիշում, հա։ Ոչ մեկ ոչի բան չի հիշում։ Էսա հերթով կասեք կգնաք կգրեք, ինչ ա եղել։ Ամեն բրիֆինգին կասեն, ում լրատվամիջոցի հետ ինչ ա եղել։ Երկրորդը, դուք հիմա լրագրող եք աշխատում, աշխատանք ունեք, որովհետև ես վարչապետ եմ։ Որովհետև այն մարդիկ, ովքեր ձեզ ֆինանսավորում են, իրանց պետք է դուք, որ գաք ես միկրոֆոնի տակ կանգնեք, ասեն դոշ ծեծելով ասեք, ման, ինչքան վիրավորական, ինչքան կներեք բարոյականության հետ սահմանակցող արտահայտություն, որ դուք կանգնեք, իրանք էլ ասեն, տեսեք ինչ թույլ է, ծնոտին չտվեց, բայց ասում եմ, իմ ուժեղությունը ծնոտին տալու մեջ չի, իմ ուժեղությունը լեգիտիմության մեջ է, երբ որ ես վարչապետ չլնեմ, դուք 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու, ոնց որ 2000 չգիտեմ, որ թվին եկել էին առավոտի խմբագրությունում ԱԱԾ-ից եկել էին համակարգիչները հավաքել տարել, որովհետև այդ իրանք էին տվել, պարզվեց համակարգիչները, գալու են ձեր հեռախոսը ժամացույցն են ձեռներիցդ հանելու, որ պահին ես վարչապետ գոնե գնահատեք, դուք չեք հասկանում, որ դրա համար եք աշխատում, որովհետև ձեր մակարդակի լրագրողը 1000 ներողություն, նախ նորմալ լրատվական դաշտում աշխատանք չի ունենա, եւ երկրորդը, ես վարչապետ չլնեմ, դուք ընդհանրապես 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու, դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք, ունեիք ծնոտին ստանում էիք, հիմա նախ դուք նախկինում ոչ մի անգամ Հայաստանի ղեկավարի ուղիղ եթերի ժամանակ չեք կանգնել եւ տենց բաներ չեք խոսացել, ձեզնից ոչ մեկը ձեզնից եւ չեր էլ կարող խոսալ։ Շատ լավ։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։